Վերադարձանք տաղավար եւ մի շատ հետաքրքիր ու կարևոր թեմայից ենք խոսելու, որը բոլորիս է առնչվում եւ միֆեր էլ կան շատ տարածված։ Այս շաբաթ ստեցինք հունիսի համար արտասովոր շոկով, չնայած խոնավ լինելուն, ջերմաստիճանը հասավ 37 աստիճան տաքության եւ ավարտում ենք համեմատաբար զովացած, բայց շոկ օրերը դեռ առջևում են, կան պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, պաշտպանել մաշկը եւ ամառը չավարտել տարատեսակ մաշկային խնդիրներով կամ անգամ պիգմենտներով։ Այս ամենի մասին կպատմի մեր հյուրը Սևակ Մկրտչյանը, Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր ծառայության ղեկավարը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարի լույս։ Դե ինչ հասկանանք, որոնք են հիմնական խնդիրները, որոնք ծագում են արևի ուղիղ ճառագայթներից։ Արևի ուղիղ ճառագայթները ինչքանով որ կարան հաճելի լինեն իհարկե մարդու համար, օգտակար լինեն, այնքան էլ կարող են նաև վնասակար լինել չափն անցնելու դեպքում, այսպես ասած։ Եթե խոսենք օգտակար կողմերից, հենց մաշկի համար, որպես մաշկաբան, եթե խոսենք մաշկի համար, բնականաբար արևի միջոցով սինթեզում է մի հատ շատ կարևոր վիտամին D-ի մասին է խոսքը, բայց պետք է հասկանալ, որ վիտամին D-ի նորմալ չափաբաժնի համար սինթեզվելու համար անհրաժեշտ է մոտավորապես 15-ից 20 րոպե ավելի շատ բաց մաշկ ունեցողների համար եւ մոտավորապես 20-ից 40 րոպե մուգ մաշկ ունեցողների համար, այսինքն դրանից ավել գտնվել արևի տակ, որպեսզի ավել վիտամին D սինթեզվի, սխալ է։ Իրականում այդքան տևողությունը լրիվ բավարար է նորմալ չափաբաժինը սինթեզելու համար։ Բայց պետք է հաշվի առնել, որ նաև դրա հետ մեկտեղ ունի իր վնասակար կողմերը, երբ որ շատ ավելի երկար են գտնվում արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ, հատկապես օրվա վտանգավոր ժամերին, եւ երբ որ մաշկի ավելի մեծ մակերես է գտնվում արևի ճառագայթների ազդեցության տակ, եթե վիտամին D-ի սինթեզի համար, ասենք, դեմքի ու ձեռքերի մաշկը լրիվ բավարար է, ապա ավելի մեծ մակերեսներ արևահարվել դեպքում, ասենք ծովային հանգստի ժամանակ եւ այլն, այս դեպքում արդեն մենք ունենում ենք արևի վնասակար ազդեցությունը։ Եթե խոսենք ճիշտ արևայրուք անելու եւ SPF-ի ճիշտ ընտրության մասին, ինչպես այդ բալանսը բերել, ինչ ժամերի գտնվել արևի տակ, որ եւ արևայրուք ստանանք, եւ ճիշտ SPF-ով պաշտպանենք մաշկը, եւ արևի այդ բացասական ազդեցությունից հնարավորինս խուսափենք։ Շատ լավ։ Նայեք, եթե ժամերի մասին խոսենք, իհարկե ցանկալի ժամերը, արևի ազդեցության տակ գտնվելու ցանկալի ժամերը դա առավոտյան մինչև 11-ն է եւ ժամը մոտ 4-ից հետո, այսինքն 11-ից 4 ընկած ժամանակահատվածը դա այն մաքսիմալ վատ ժամանակահատվածն է, երբ որ արևի ճառագայթները ավելի ուղիղ անկյան տակ են հասնում երկրի մակերևույթ։ Եթե նախ խուսափել այդ ժամանակահատվածից, այդ ձևով կարող ենք խուսափել, եթե խոսենք օգտակար արևայրուքի մասին, մի քիչ երևի թե իրար հակասող բաներ են, օգտակար արևայրուք կարելի է ասել չի լինում, որովհետև եթե ցավոք սրտի, եթե կա արևայրուք, արդեն իսկ դա ազդակ է մաշկի համար, որ մենք սկսում ենք վնասել մաշկը։ Այսինքն դա մաշկի պաշտպանական մեխանիզմն է արևի ճառագայթների դեմ։ Բայց կան մարդիկ, ովքեր նախընտրում են իհարկե ունենալ գեղեցիկ տեսք, ոմանց համար կարող է համարվել գեղեցիկ, ոմանց համար բնական գույնն է գեղեցիկ, կարող են նախընտրել ունենալ գեղեցիկ տեսք, թքած թե մի 20-30 տարի հետո ինչ որ խնդիրներ չեն ունենա, բայց ամեն դեպքում շատ կարևոր է նաև արևապաշտպան քսուկների կիրառումը, եթե մենք կիրառում ենք ճիշտ արևապաշտպան քսուկ մաշկի վնասումից խուսափելու համար, այս դեպքում մենք տեսականորեն պիտի որ արևայրուք չունենանք։ Այսինքն այն լիովին պետք է պաշտպանի մաշկը արևի վնասակար ճառագայթների ազդեցությունից, մենք ունենք UVA ճառագայթներ, UVB ճառագայթներ, UVB ճառագայթները հենց պատասխանատու են մաշկի այդ գույնի մքացման համար։ Այսինքն արևապաշտպանները, լավ ճիշտ ընտրված արևապաշտպանները այդ ճառագայթներից պաշտպանում են մաշկը։
եւ պետք է նկատի ունենալ, որ թե ինչ տեղամասում ենք, տեղաքում ենք աշխարհագրական, որ դիրքում ենք, օրինակ, եթե քաղաքում ենք ամենօրյա կիրառման համար կարող են բավարար լինել մի քիչ թույլ SPF-ով արևապաշտպանները, եթե ծովում ենք ավելի ուժեղ եւ ավելի հաճախ թարմացնել, հա, խորհուրդ է տրվում գոնե 2 ժամը մեկ թարմացնել արևապաշտպան քսուկը, քանի որ յուղային արևապաշտպաններ իր կազմվածքը կապ ունի, օրինակ ավելի կաթիկի տարբերակ, կրեմային տարբերակ, կամ ջրային տարբերակ, կամ ջրային Պաշտպանության հարցում չէ, ավելի կապ ունի, թե ինչ գործակիցով արևապաշտպան ենք ընտրում։ Կազմությունը զուտ մաշկի նախ անհատական զգայունության վրա, հա, ինչ որ մեկին կարող է դուր գալ ավելի յուղային տարբերակը, ինչ որ մեկին ավելի նուրբ կազմվածք ունեցող տարբերակը եւ հաշվի առնել նաեւ խնդիրներ կան, թե ոչ, ասենք, եթե ավելի չոր մաշկ է ընտրել, ավելի յուղային տարբերակը եւ հակառակը, եթե յուղոտ մաշկ է ընտրել ավելի նուրբ կազմած ունեցողները եւ հաշվի առնել խնդիրներ կան, թե ոչ, այսինքն եթե ունենք մաշկային խնդիրներ, հիմա շուկայում բազմաթիվ տեսակներ կան եւ յուղոտ մաշկի համար նախատեսված արևապաշտպաններ եւ պիգմենտացիայի դեմ կիրառվող արևապաշտպաններ, ծերացման դեմ եւ այլն։ Մի խոսքով տեսականի շատ հաստատ հնարավոր է ընտրել այն տեսակը, որը ավելի կհամապատասխանի մաշկին։ Արևապաշտպան պետք է օգտագործել ոչ միայն ծով գնալիս, այլ նաեւ սովորական օրերին ուղղակի տնից դուրս գալիս եւ կամ միֆ, որ եթե արև չկա, կարելի է արևապաշտպան չօգտագործել։ Եկեք խոսենք սրա մասին եւս, օրինակ ավելի ցուրտ եղանակային անձրևոտ կամ ձմռան ամիսներին ինչու է կարևոր օգտագործել արևապաշտպան։ Ինչու է կարևոր։ Նայեք, այո, իրոք այդպիսի կարծիք կա տարածված, որ եթե արև չկա, բնականաբար արևից վնաս չունենք, հա, օրինակ անպամած օրերին կամ ձմռան ամիսներին, բայց ցավոք այդպես չէ, այսինքն շատ ժամանակ մենք արևի ազդեցությունը գնահատում ենք, երբ որ ունենում ենք մաշկի մքացում կամ արևային այրվածք ենք ստանում, ասում ենք, հա, ուրեմն արևը ուժեղ է, պետքա պաշտպանվել, իսկ ձմռանը, երբ որ ոչ մի ձև չենք զգում այդ արևը, մտածում ենք, թե վնաս չի հասցնում, բայց այդքան էլ այդպես չէ, որովհետև եթե մաշկի մքացման համար հա մենք ասցինք պատասխանատու են UVB ճառագայթները, որոնք ձմռանը չեն հասնում, բավարար չափով չեն ազդում մաշկի վրա, ապա UVA ճառագայթները կան տարին 12 ամիս, նույնիսկ անպամած օրերին իրենք հասնում են մեր մաշկին եւ հենց այդ UVA ճառագայթներն են, որ մենք չենք զգում, այսինքն մաշկը իրանից չի կարմրում, բայց իրանք թափանցում են մաշկի ավելի խորը շերտերը եւ ավելի խորը շերտերի բջիջներն են վնասում։ Այս ճառագայթների ազդեցությունից հիմնականում խախտվում է մաշկի կոլագենի, էլաստինի սինթեզը, որոնք պատասխանատու են մաշկի եւ էլաստիկության եւ առաձգականության համար, որը կարող է բերել օրինակ վաղաժամ խորակնճերների առաջացմանը։ Այդ պատճառով եւ անպամած օրերին եւ ձմռանը միշտ կարեւոր է արևապաշտպանների կիրառումը, հատկապես եթե ունենք մաշկային խնդիրներ կամ ռիսկ կա, որ ավելի ռիսկային մաշկ ունենք, օրինակ հա բաց գույնի մաշկ ունեցողները, շատ խալեր ունեցողները կամ խալերի առաջացման հակվածություն ունեցող մարդիկ, այդ պատճառով կարևոր է տարին 12 ամիս պաշտպանվել արևից։ Եթե կանայք շատ ուշադիր են այսպիսի հարցերում, տղամարդիկ ես չգիտեմ, այսպիսի տղամարդ, որ արևապաշտպան, համենայն դեպս ես չգիտեմ, արևապաշտպան է օգտագործում, բայց վստահաբար տղամարդիկ, մեզ հուշում են, որ մեր ռեժիսորը օգտագործում է արևապաշտպան, արդեն ճանաչում է մեկին, բայց այդքան տարածված չէ տղամարդկանց շրջանում օգտագործել արևապաշտպան։ Արդյոք տղամարդկանց մաշկին պետք չէ դա, ու ինչի տարածված չի ըստ ձեզ։ Չեմ կարող ասել ինչի տարածված չէ, երևի տղամարդիկ այդքան շատ բնավորություն չունեն, հա, հետևելու մաշկի խնամքին հատկապես, բայց չէ, ասել թե պետք չէ, սխալ կլինի, որտեվ արևապաշտպանը պետք է մաշկը պաշտպանել պետք է բոլորին, թե տղամարդկանց եւ թե կանանց, որովհետեւ բոլորն էլ հակված են հետագա խնդիրների առաջացմանը,
Միգուցե չնայած ոչ բոլոր տղամարդկանց մոտ է դա, բայց տղամարդիկ կան, ովքեր ավելի մուգ մաշկ ունեն, այսինքն ավելի որոշ չափով բնական պաշտպանություն կարող է համարվել այդ մուգ մաշկ ունենալը, բայց միևնույն է, դա բավարար չէ ավելի հետագա խնդիրների կանխման համար, այդ պատճառով կարծում եմ տղամարդիկ եւս պետք է սկսեն իրենց մշակույթի մեջ մտցնել այդ սովորությունը, չնայած ես ինքս շատ վատ բան եմ ասում, բայց ես ոչ միշտ եմ կիրառում արևապաշտպան, քանի որ իմ մաշկը հակում ունի վառվելու, պարզապես ես խուսափում եմ արևի տակ գտնվելուց, նույնիսկ ծովափում, այդ պատճառով պետք է հաշվի առնել նաև մաշկի տեսակը։ Զրույցի սկզբում նշեցիք, որ օրական 10-ից 15 րոպե մինչև 20 րոպեն արդեն բավարար է, որպեսզի վիտամին D-ի նորմալ պաշարը ստանա մարդը, բայց արդյոք այս րոպեների քանակը նաև երեխաներին է վերաբերվում, որովհետև կարծես թե նրանց մաշկը ավելի նուրբ է, նրանք ավելի զգայուն են եւ որքան ժամանակ կարող են երեխաները լինել արևի ուղիղ ճառագայթի տակ, հատկապես եթե օրինակ ծովում են եւ մայրիկները ոչ միշտ են կարողանում նրանց բերել հովտեղում, որովհետև դա շատ բարդ է տրվում մայրիկներին։ Ինչ վերաբերում է նախ վիտամին D-ի սինթեզի անհրաժեշտ քանակին, ասեցինք արդեն, որ միայն դեմքն ու ձեռքերի մաշկը արդեն իսկ բավարար է եւ այդ կարճատև գտնվելը 15-ից 20 րոպեն գտնվելը այդքան շատ վնաս չի հասցնի, հատկապես եթե ժամերն էլ ենք պահում, այսինքն առավոտյան մինչև 11-ը կամ հենց կեսօրին այդ վատ ազդեցության ժամանակ չեն գտնվում արևի տակ, բայց այլ բան է, երբ որ ծովափին են, մաշկի ամբողջ մակերեսը բաց է, ջուրն էլ նաև իր հերթին նպաստում է, այսպես իր հայլային էֆեկտով անդրադարձ կատարելով ճառագայթները, էլ ավելի կարող է նպաստել։ Այդ պատճառով երեխաների դեպքում պարտադիր, գոնե արևապաշտպանի կիրառումը պարտադիր պետք է լինի։ Շատ դժվար է իհարկե երեխաներին արևի տակից հանել, ջրից հանել, բայց գոնե արևապաշտպանի կիրառումը երեխաների դեպքում պետք է պարտադիր լինի։ Նաև հիմա կան երկարաթև լողազգեստներ երեխաների համար նախատեսված, որոնք ամբողջ մաշկը փակում են։ Այո, եւ բավականին կարծում եմ խելամիտ տարբերակ կլինի արևի ուղիղ ճառագայթների ժամանակ այդ լողազգեստով լինեն երեխաները։ Ինչ որ մի ձևով, այո, գոնե, չգիտեմ, լայնեզր գլխարկներով եւ այլն, ինչ որ մի պաշտպանական միջոց, այսինքն ոչ միայն քսուկների տեսքով, այլ նաեւ մեխանիկական ինչ որ պաշտպանական միջոցներ ամեն դեպքում պետք են։ Այսպեսի խնդիր կա, որ շատերը ունեն վիտամին D-ի պակաս, անգամ եթե չեմ գնում ես ծովափ, հետ ես գալիս միևնույն է տարեկան ստուգումների շրջանակում պարզվում ունես վիտամին D-ի պակաս։ Այս դեպքում խնդիրը ինչից է գալիս։ Գուցե սխալ ենք օգտագործում արևի, այսպես ասած, ուժը, գուցե ինչ-որ մի բան այն չենք անում, ինչով է պայմանավորված, բավականին տարածված խնդիր է վիտամին D-ի պակասը։ Այո, վերջին տարիներին շատ հաճախ է այսպես նորաձև դարձել վիտամին D-ի հետազոտություններ անցնելը եւ վիտամին D-ի քանակին հետևելը, բայց պետք է հասկանալ, թե այդ պակասը ինչին է բերում, այսինքն եթե կան խնդիրներ, որոնք հենց պայմանավորված են վիտամին D-ի պակասով, իհարկե պետք է հետևել դրա նորմալ քանակին։ Բայց տեսեք, բնականաբար ամռան ամիսներին նորմալ անհրաժեշտ քանակով սինթեզվում է վիտամին D-ն, բայց ձմռան ամիսներին, քանի որ մենք ունենք UVB ճառագայթների պակաս, իսկ հենց այդ ճառագայթներն են պատասխանատու վիտամին D-ի սինթեզի համար, մենք կարող ենք ունենալ, այո, ձմռանը կարող է չսինթեզվել վիտամին D, բայց մի այսպիսի բան էլ ասեմ, եթե ամռանը մենք փորձենք ավելի երկար գտնվել արևի ազդեցության տակ, այսպես ասած, պաշարներ կուտակել վիտամին D-ի, դա էլի սխալ մոտեցում է, որովհետև ավելի երկար գտնվելը ավելի շատ չի սինթեզում վիտամին D։ Եվ այդ պաշարները կարող են արդեն ձմռան ամիսներին, ձմռան վերջում սպառվել օրգանիզմի պաշարները, պետք է փորձել գոնե սննդի միջոցով, այն սննդակարգի միջոցով, որոնք որ հարուստ են վիտամին D-ով, փորձել լրացնել այդ պակասը։ Ինչ սնունդ կա մի քանիսը։ Օրինակ յուղոտ ձկնատեսակները, ծովամթերքները, օրինակ կատնամթերքը, կարագը, ձուն,
ծրի դեղնոցը հատկապես։ Լավ, ինչ անի մարդը, եթե արդեն ստացել է արևայրուք, որը այրվածքի է նման, ոչ թե արևայրուքի, հատկապես սպիտակա մաշկերը լավ ծանոթ են այդ խնդրին վստահաբար, ինչ անեն, տարածված է, որ մածուն քսել, որը հիմա դուք կփաստեք, որ միֆ է եւ սխալ է, բայց ինչ կարող են անել նրանք։ Այո, մածուն քսելը, չգիտեմ, թթվասեր քսելը, ձետ քսելը, ինչով է սխալ, որտեվ այդ իրենք յուղային շերտ են կազմում մաշկի վրա, որոնք չեն թողնում մաշկի այդ տաքությունը դուրս գա, հա, առանց այդ էլ խորացնում են այդ վիճակը, ավելի է տաքանում մաշկը եւ այդ այրվածքի զգացողությունը կարող է հետ ավելի ուժեղանալ։ Եթե ձեռքի տակ չունենք ոչինչ, ամենապարզ միջոցը գոնե սառը ջրով թռչոցներ անելն է, սառը ջրով, չգիտեմ, ինչ-որ կտորով, ինտով, մարլայով եւ այլն, սառը ջրով թռչոցներ անելը մաշկի վրա։ Իսկ որ դեպքում դիմեն բժշկի արդեն։ Եթե ավելի խորն է այրվածքը, եթե մաշկի վրա կան արդեն բշտիկներ, չգիտեմ, ջրով լցված, հեղուկով լցված բշտիկներ, կամ պարզապես ուղղակի ցավոտությունը այնքան է անհանգստացնում, կամ հենց այդ վիճակը այնքան է անհանգստացնում, որ ուզում է ավելի արագ ազատվել դրանից, իհարկե միշտ կարելի է դիմել բժշկի։ Շնորհակալություն։ Եվ մի այսպիսի հարց էլ ամփոփելով խոսակցությունը շատ կարևոր է մաշկի համար նաև ջրի ճիշտ ընդունման գրաֆիկը, որքան ջուր է պետք ամեն դեպքում հատկապես ամռան շրջանում խմել, որ մաշկը այդ ջրազրկված տեսք չունենա, մաշկի ջրազրկման խնդիր չունենանք։ Ճիշտ ասած, ջրի ընդունման չափականակի չափաբաժնի մասին էլ է միշտ շատ խոսվում, որ անհրաժեշտ է ջուր եւ այլն։ Իհարկե, ջուրը անհրաժեշտ է, որովհետեւ օրգանիզմի գրեթե բոլոր process-ները ընթանում են ջրի օգնությամբ եւ հատկապես մաշկի դեպքում արևից մաշկը երբ որ ջրազրկվում է, ունենում ենք մաշկի չորություն, չգիտեմ, թորշոմածություն եւ այլն, որոնք էլի կարող են բերել վաղաժամ ծերացմանը, շատ կարեւոր է նաեւ իհարկե օրգանիզմի ջրի պաշարների լրացմանը։ Այդ պատճառով հատկապես ամռան ամիսներին շատ կարևոր է ջրի խմելը, ջրի ընդունումը, այսպես ասած, որովհետև նաև կորցնում ենք քրտնելու միջոցով, ջրազրկվում ենք եւ այլն։ Հստակ չափաբաժին, որ ասեմ պարտադիր պետք է այդքան խմել, չգիտեմ, չկա որևիցե տենց հստակ չափաբաժին, բայց գոնե հասուն մարդու համար, հա մեծ մարդու համար գոնե 1.5-ից 2 լիտրը օրական պետք է ապահովել։ Շնորհակալություն։ Մեր հյուրներ Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր ծառայության ղեկավար Սևակ Մկրտչյանը, շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հուսամ, որ կլինենք պաշտպանված արևի ճառագայթներից տարվա բոլոր եղանակներին եւ հուսամ, որ դուք կընդունեք այս խորհուրդները, որոնք տվեց մեր հյուրը։ Այո, իսկ մենք այս պահին առաջարկում ենք լսել երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտյան ընթացքը։ Գնացինք։